Գնացինք եղող։ Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, մենք գտնվում ենք Չինչինի հանդամասերից մեկում, անունը չգիտեմ, խոթարքը։ Ու այստեղ արդեն խոտի սեզոնը վաղուց ուրիշ գյուղերում բացվել է, մեր տղերքը նոր են սկսել ու ինչպես տեսնում եք, խոտ ենք հնձել, հավաքում, կապում, մի կողմից էլ բարձում 66-ը, որ տուն տանեն։ Հիմա կաշխատեմ ձեզ ներկայացնել մեր առօրյայից մի հատված։ Սիրելի հետևորդներ, մի երկու բառ ասեմ ու ես էլ մի երկու խոտի տուկ կգլորեմ։ Գյուղացու համար տարվա բոլոր եղանակներին գործ կա, դժվարություններ կան ու կապ չունի դա շաբաթա, կիրակիա, տոնորա, թե ինչա, կլոր տարին ամեն օր։ Եթե զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ, ապա ամեն օր էլ գործ ունի իրան։ Բայց ամենածանր սեզոնը երևի թե խոտքաղնա, խոթունձնա, որը արդեն սկսվել է բավականին ժամանակ է, լինում է տարի, երբ լավ եղանակներ է լինում ու վարդեվորին արդեն սկսած են լինում, կամ կիսով չափ արած են լինում, կամ գրեթե ավարտելիս են լինում։ Այս տարի մի քանի օր է, որը սկսել են, բայց փառք Աստծո, այն ժամանակի նման չի, որ մարդիկ գերանդիով, ամսով խոտ էին հնձում, ամսով մեքենա էին մանգալի ու որ բերեն տուն, որովհետև շատերին չունեին։ Ու ինչ տուկ կապելու մասին է խոսքը, որովհետև այն ժամանակ տուկ չէին կապում, այն ժամանակ ասում էինք նասիբ, այդպես խոտը հավաքում, փոքր ասում էինք թափյուլ, պլյուլ, այդպես սարքում էինք, հետո այդ խոտը բարձում էին այդպես առանց տուկ կապելու բեռնատարների բեռնախցիկները ու բերում էին տուն, մեկ էլ այդ նույնը չարչարանքով, այդպես էին թափում, ճամփեքն էլ, եթե ծառեր բանկար երկու կողմից անընդհատ այդ խոտից սանրում, հավաքում, այդ ասախ ճամփի եզրերը խոտ էր լինում, կիսով չափ կորցնում էին խոտը։ Հիմա փառք Աստծո, հեշտացել է, արդեն ամեն տեխնիկա էլ կա ու ամենքից էլ մի քանի հատ կան, շատ կան, յուրաքանչյուրն իր գործը շուշուտ անում, ավարտում ու խիղճը հանգիստ գոնե ամառվա մի մասն էլ առանց խոտ անելու է լինում։ Թե չէ այն ժամանակ ամառնը սկսում էր խոտ էին հնձում, վերջանում էր խոտ էին հնձում, չէին բրցնում։ Հիմի բոլորով հավաքվել եկել ենք, համարյա թե բոլորով, երեխաներն էլ են գործանում, երեխաները խոտի այդ տուկերը այդ կապված խոտի զանգված, նա այս ամոտիկից ցույց կտամ, հավաքում են, որ բեռնատարը մոտենա հատ չկանգնի ու միտուկը գցեն կուզովը, մի քանի հատ գոնե Աստանով կեքին գոնե մի քանի հատ բարձեն։ Մի կողմից խոտ կապելու տրակտորը, այն ինչ են ասում, տուկ կապիչը կապում տրակտորով, մի կողմից բեռնատարը բարձում է, մյուս կողմից ուրիշ տեղ հնձիչը հնձում է, հավաքիչն էլ հավաքում է։ Դե ինչ, մեզ լավ նկարահանում, ձեզ էլ բարի դիտում։ Կապերնես թե 4 եկավ կիրյադը մի զատելա չկրա։ Կողքի վրա տուս եկավ, Քանի դու կապերնած։ Հայդի։ Հա, մոլոջուց։ Հոպ։ Այդ հոպերը պարտադիր պան, հա։ Հոպի, կորտ չկա։ Պայ վաղտ նասիբն է վնց կապին արա։ Առանց հոպի։ Առանց հոպի։ Հոպ, հոպ, հոպ։
Kaç. Ha. Gidin. Tamam, Kan pijam. vi få ta kanske kan den. Last bilden. Ha, par az küçük bir Älä test sartakoputta. Sartakoputta. Hadi petkeli kohta mandai. Millä niin het mä tikkaan me lentaa masutsi. Det var en elektriker första hemma på det. Ah, köp den här. Styr raho. Och skillar. Axel. Kan man dra också? Hop. Dala. Maleci. Adalam hepsi. Hop. Oh. Gel. Չէ, կես մետր եկավ։ Давай. Hop. Hop. Սիրելի հետևորդներ, ովքեր այս գործողությամբ զբաղվել են, ոչ մի բան ասել պետք չի, որովհետև բոլորին պարզ է, որից հետո որ գործողությունն է։ Ապրեք։ Բարտադիր բարձելուց հետո կապում են։ Այն ժամանակ հիշում եմ, որ դուք չէին կապում, նրա կապելը մի ուրիշ բարդ էր ու լինում էր ժամանակ, որ ճամփեք հվատներ տուն տանելիս գրուզի, ոնց են ասում, բերի, կեսը պոկվում թափվում էր։ Բայց տուկ կապած բավականին հեշտ է ու բավականին արագ։ Ռեսն էլ կապում են ու տանում են արդեն թափեն։ Մնացածը երեխաները դեռ այն հատվածը երևում է երևի թե դեռ պիտի բոլորը տեղ հավաքեն, որ այս մի ռեսը, այս մի բերը տանեն թափեն ու գան շարունակեն մեկ էլ մնացածը։ Ու այդպես մի քանի օր շարունակ մնում է որ ասենք վայ Տեր Աստված, եղանակը լավ պահի թող գյուղի ժողովուրդը իրանց աշխատանքի իրանց քրտինքով իրանց աշխատանքն անեն ու բարով խերով ավարտեն բոլոր գործերը։ Բայց ես պրցնիլ չտեմ, սհդ եմ տանի։ Մեջքս կկոտրի ծանդրը զատերը։ Բահ, կադրիս լույս եմ մնացել։ Ժողովուրդ բա որ ինայիս տնակ ոնց ախոտի տուկը գլորեմ հավաքեմ միտեղ վայ մեռնեմ նրա ջանին հիմիկվանից աշխատասեր զուլումատ կարամ տանեմ թոլանեմ էմի տուկին տау կամերաս վկցի արահա Опа. Оро. Шашлыкот. Я.
Այս մի հողի տուկերը հավաքելը բրծան երևի թե տղամարդիկ էլ այնտեղ համարյա թե բերը թափելը վերջացրած կլինեն, հեսա կգան ու կշարունակեն։ Երևի թե քանի ռես կլինի դեռ ստեղ։ Միտեղ քանիսն են թուփանամ, 1, 2, 3, 4, մի 10, 1, 2, 3, 4, 5, 6, 10։ Բահ մի 3 ռես ստեղ կա, հետ չի պես։ Մի 3 անգամ պիտի գան, բարձեն ու գնան, բայց ուրիշ տեղ էլ կա արդեն կապած, որ մենք եկանք հասանք արդեն տուկ կապելու մեքենան ստեղը ավարտում էր, չհասցրի մի քիչ շատ դրանից ձեզ ներկայացնեմ, բայց դե ինչ որ այդ է, տուկ կապելու մեքենան թելերով մեքենա է, այստեղով գնում է հավաքած խոտը, այսպես հավաքում լցնում է մեջը, այն մի կողմով արդեն պրես արած կապած հանում է։ Բա շոք է, ես գլխարկ չեմ դրել, ես գիտեի շվակներում կամերան ծերիս պտտիլ դեմ սուտի, 2 հատ տուկ եմ թոլ արել։ Արտուր ամիսել սկսեցի ռեսանելը, եկա։ Դեստանից էինք դեպ։ Որ մինը։ Իրանք դեպ հապոտ խալու։ Markan dayı. Hak veresi hiç ben. Это ты Հատը վեզ ենք դասավորիլ, և դե տա ակամայից կնաց ինձի գրուշիկ։ Aferin ya. Barkanın el verir bunun. Kenem ya. Şeyim bak kenem. Aleyh hasnel gırgımen geç. El kitabına la şemere. Esmere çiğ. Մերդ մնաց են տակ են, բան, սուդարի կես, ստորվա պայն։ Նարեկ սկարա 66 քշի տիպերնես, էլի այդքան դվրդի երջանս։ Yes. Բայեր, մի հատ։ Կարվախ էլ կտրացնի պիրացլի։ Ակամանց է Արտուրին։ Եղոլ, Արտուրին տանք։ Դել ես վետի հով։ Արտուր ժան էստեղ մի հատ էլ տնեմ ես ու վսյո, չէ։
Դավոն էլ դեն է քինած, չէ։ Աղները իան գնա։ Vay bir yerine ermezsek kalır. Yaşar. Nare! Ay Nare! Վրտենա ստաթուլ վիգենը քինացել այ մի տափը եվերնա կապում։ Հա։ Վր վիգենն արդեն է մի տափը կապիլիս լի։ Ընդի դավոն էլ եկած կասես ես քինամ ընդի էլի։ Հայ! Թափով գիծ։ Սիրելի հետևորդներ, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում։ Սևախտը մեծերն ասման մզանի հարկուզողի հմի չարչարվում են, որ կարողանան ձմեռը անասուններին տեղին պահեն։ Անասուններն էլ մեզ։ Давай նոյ ուտնակ ապա չիլիլ։ Բաժանեցի։ Çünkü sen tanışalım zaten. Tabii hamısını beklemem. Ռեմիկ աստանն ենք ենս։ Tak, Vik, demek ben kanka. 330 göndereceğim. 306 steg, 320. Tak tali kursni işte adam. Տասնին կատեր են հարցում են դեմին մերիմիչ։ Սիրելի հետևորդներ, մոտավորապես նկարում եմ, տեսախցիկս փչացել է, էկրանը ընդհանրապես չի բացում, վլոգը դեռ մի կողմ, վաղն էլ նկարահանում ունենք, այսպես կիսատ մենք թողում ենք, մնացածը գործը շարունակ են, մենք գնում ենք տուն, ստեղ կապել չկա, նույնիսկ տնանք, զանգենք խոսանք, զանգ ընկերոջն անենք, տնանք մեր հարցի լուծումը ոնց է ստացվում։ Կարծում եմ ձեզ դուր եկավ հոլովակը, ճիշտ է մի սրտիցս արինակաթմ, բայց դե ինչ լինի մա թող էսպիսի բաներին լինի, կարևորը որ մի նկարահանման առիթի ընթացքում չի փչացել, գնանք տնանք ինչ ենք անում։ Իսկ ովքեր նոր են միացել ալիքից, բաժանորդագրվեք, լայքեք, գրեք մեկնաբանություններ, իսկ ես սիրում եմ բոլորիդ։ Գնացինք, մնացեք բարով։